Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու նման դեպքեր, որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջեւ, եթե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով ենք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բան հիմա պետք է այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այլապես բնական է այս տեղեկատվական դաթարը մեզ շատ է անհանգստացնում, չունենք բավական տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 23 թվականին, երբ որ սկսվեց Համաս-Իսրայել առճակատումը, ռազմական վերջին փուլը, մենք ռազմական գործողությունների առաջին 10 օրվա ընթացքում մեր հայրենակիցների մի մեծ խմբի տարանեցինք Իսրայելից եւ մեր ջանքերով էր դա մենք էինք պնդում, որ դա տեղի ունենա, հենց որ տեսնենք, որ համապատասխան տեղեկություն ունենք Իրանի մեր հայրենակիցների հետ կապված, որը մեզ հնարավորություն է տալիս այս պնդումն անել կառավարությունում, իհարկե դա կանենք, բայց այս պահին մենք իրոք շատ անհանգստացած ենք, որտեղ ուրբաթ օրվանից, իսկ ուրբաթ օրը իրականում այդ այս բախումների փուլի ամենասուր մասի սկիզբն էր, այո, իհարկե ցույցեր արդեն 12 օր են տերում, 13 օր, բայց ուրբաթ օրվանից սրվել է ամեն ինչ եւ կուզեի պատասխանել, ինձ էլ է շատ անհանգստացնում դա։ Դե ասացի ձեզ, տեսեք, հիմա եթե մեկ մոտ Starlink լինի, կարողանանք կապնվել, ասում են Իրանում ոմանք Starlink ունեն, կուզենք այդ ձևով կապնվել, հասկանալ ինչ է տեղի ունենում, այլապես ես համոզված եմ, որ հիմա հոսք կլինի Իրանից, նույնիսկ բնականon հոսք, ոչ թե պայմանավորված է սանկայունությունով, միշտ կա, Մեղրի սահմանում անցնողներ կան, մենք անցյալ անգամ այդպես արեցինք, Իսրայելի հետ առճակատման օրերին, մայիս ամսին, Մեղրիում մարդ գտանք, որը պատրաստ էր մեզ տեղեկացնել, էլի մեր պետական մարմիններից, որը կարող էր մեզ տեղեկացնել, թե ով է ներս գալիս եւ որոշ այսպես հարցախույզ անցկացնել, թե ինչ է տեղի ունենում տեղում, որպեսզի այդ ձևով բոնի կարողանանք տեղեկացված լինել։ Մինչեւ որ վերականգնվի ինտերնետային կապը, հեռախոսակապը եւ այլն։ Գիտեք, այս պայմաններում իրատեսական չի մասնագիտական խումբ ուղարկել կամ որևէ այլ խումբ ուղարկել, որովհետև եթե մեզ համար պատկերն անհասկանալի է, չենք իմանա ուր ենք ուղարկում, այսինքն ինչ պայմաններ ենք ուղարկում, ինչ խումբ է պետք ուղարկել։ Ես դրան համոզված եմ, որ արդարացիորեն նաև մյուս մեր գերատեսչությունները դեմ կլինեն, անվտանգայինները։ Մի հատ հասկանանք, գոնե մոտավոր այսպես պատկերացում ունենանք, թե ինչ է տեղի ունենում մանավանդ հայաշատ քաղաքներում, հիմնականում երկուսն են, եւ ըստ այդմ կողմնորոշվենք մեր հաջորդ անելիքները։ Իսկ ներողություն, իսկ սահմանային անցակետում հիմա ինչ իրավիճակ է, շարժ կա որոշակի։ Շարժ միշտ կա, ուզում ասել, որ Իրանից հոսք դեպի հայր։ Այդ շարժը միշտ կա, բայց թե ինչ ծավալների են, ես ճիշտ ասած չգիտեմ, այս պայն մեզ եթե մինչև երեկո այդ նույն հարցը տակ պատասխանենք ավելի կոնկրետորեն, ոչ միայն հայերի իմաստով, ես հասկանում ձեր հարցը շատ ավելի լայն է, թե ինչ ծավալի են այդ շարժերը, այսինքն շատացել է, քչացել է, ինչ է տեղի ունենում։ Բայց վերջերս ազատություններ, որ օդանավակայանից մեր ժամանող իրանցի զբոսաշրջիկներին հարցնում էին, թե ինչ է տեղի ունենում, բայց դա կարծեմ ուրբաթ օրվանից առաջ էր, եթե չեմ սխալվում։